9-րդ դարերի ընթացքում Վրաստանի տարածքում կառուցվել է մի քանի հարյուր հայկական եկեղեցիներ։ Նրանցից ներկայումս գործում են ընդամենը 46-ը։ 3 հայկական եկեղեցիների վերականգնողական աշխատանքները օրակարգում են։ Լուծված չի նաև հայկական եկեղեցիների կարգավիճակի խնդիրը։ Խոսքը հատկապես հայկական 3 կանգուն Թբիլիսիի Նորաշեն եւ Սուրբ Նշան, Ախալցիխիի Սուրբ Նշան եկեղեցիների մասին է, որոնք պատմական արժեք ներկայացնող կոթողներ են, ներկայումս ունեն խնամքի կարիք եւ դեռևս չեն վերադարձվել վիրահայոց թեմին։ Հայաստանի նախագահի Վրաստանյան այցելությունից թեմում սպասելիքները մեծ են։ Համոզված ենք, որ Հայաստանի իշխանության բարձր մակարդակի այս այցելությունների ընթացքում շոշափվել են եւ շոշափվում են այս հարցերը, լիահույս ենք, որ առաջին հերթին գոնե Վրաստանի իշխանությունները կպահպանեն այդ եկեղեցիները անկախ այսօր նրանց պատկանելությունից։ Թեմի առաջնորդը նկատում է, որ նույնիսկ գործող եկեղեցիները հայ առաքելականը, կաթոլիկ եկեղեցին եւ հրեական համայնքին պատկանող եկեղեցիները չունեն կարգավիճակ, հակառակ այն բանի, որ 2011 թվականին Վրաստանում օրենքի փոփոխություն կատարվեց եւ կրոնական կառույցները գրանցվեցին։ Նոր իշխանությունները որոշակի որոշումներ կառավարական մակարդակով արեցին գոնե եւ հիմա էլ ստեղծվել է դեպարտամենտ, որը պիտի զբաղվի այդ հարցով։ Մենք էլ իբրև քրիստոնյա հուսով ենք, որ հարցերը կլուծվի, բայց դրա հետ միասին մենք էլ մեր ձայնը մյուս քրիստոնյաների հետ միասին բարձրացնում ենք։ Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղադրված հուշաքարի մոտ Հայաստանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայաստանի օրհներգը փոքրիկ հայորդիների կատարմամբ մի պահ մոռացության մատնեց հայ-վրացական դեռևս չլուծված հարցերը։ Վիրահայոց թեմի մշակույթի, կրթական եւ երիտասարդության հայ արտուն կենտրոնում ուսանում են մոտ 5 տասնյակ մանուկներ հայկական ընտանիքներից։ Երգ, պար եւ ասմունք այս ամենը միայն մեկ, մայրենին ավելի լավ ուսանելու, ավանդույթներն ավելի պինդ պահելու նպատակ ունի։ Շատ հաճույքով գալիս են 15 աշակերտ ունեմ ես հիմա, ես գոհ եմ իմ աշխատանքից, իմ երեխաներից։ Նոր են սովորում, աշխատում ենք, հայկական հոգին մնա երեխեքի մեջ։ Նախագահ Սարգսյանը եղավ